Բոլորիդ ողջունում եմ, ես առաջի անգամ եմ ձեր մեջ, բայց ամեն դեպքում Դավիթ ջան շնորհակալություն հրավերի համար։ Շատ շնորհակալ եմ Աստծուց, որ այստեղ տեսա իմ վաղեմի ընկերոջը։ Մենք Արմենի հետ շատ անցյալ ունենք, շատ ուրախացա։ Տեր օրհնի ձեզ, ես մենակ չեմ այստեղ, Վեներան ինձ հետ է, իմ կինս։ Տարիներ առաջ ես եկա քաղաք Նավակույի-Բիշևսկ եւ 12 քույրիկ կար այդտեղ, որ սկսեցին գեմեր եկեղեցին։ Ցարցրի ասա Տեր Հիսուս, այդ ինչի համար դու 12 եղբայր ես ընտրել, ես 12 քույրիկ ինչ անեմ։ Շատ դժվար էր, որ եղբայրների այդ ծանր զանգվածը չկար, բայց փառք Աստծո մեր քույրերի համար, երբ որ եղբայրներ չկան, ամենալավ եղբայրները մեր քույրերն են դառնում։ Շատ կար ժամանակում ամբողջ քաղաքը իմացավ, որ մի ինչ-որ հովիվ է եկել անուն Աղաջան։ Եվ շատ արագ տարածվեց այդ լուրը քաղաքով մեկ։ Մենք սկսեցինք մեր եկեղեցին, մեր ծառայությունը։ Շնորհակալ եմ Աստծուց, ուրեմն Վեներան մեր փառաբանության խմբում երգչախմբի առաջնորդն է։ Գիտեք, շատ կար ժամանակ հետո մենք ունեցանք եղբայրական մեծ ժողով, որ եղբայր չկար եւ արդեն մոտ 25 տարի, 24 տարի արդեն ամեն շաբաթ եղբայրների ծառայություն ենք անցկացնում, որ իր մեծ պտուղն է տվել։ Կակ մինիմում 70 եղբայր կան, որ միշտ մասնակցում են։ Նաև Վեներան սկսեց ծառայությունը երգչախմբի, որ երբևէ ժողովրդի առաջ չէր կանգնել մինչև այդ։ Եվ հիմա փառք Աստծո մի 38 հոգեանոց խոր ունենք, որ շատ անուշ երկրպագուններ են Աստծուն։ Նաև ուզում եմ ասել, որ մի չինական ասացված կա, ասում է, եթե տեսնեք մեկին սարի գլխին, մի կարծեք, որ երկնքից հանգել, ճանապարհ է կտրել, դժվարություններ անցել, նեղություններով է գնացել, մինչև հասել է սարի գագաթը։ Այդպես է, թե չէ։ Մենք էլ նույնպես դժվարություն ենք ունեցել, ինչպես Դավիթ ախպեջան, դուք, Արմեն ջան, եւ շատ դժվարություններ են մեզ հանդիպել։ Մենք նոր ամուսնացանք 92 թվականներ եւ ունեցանք կյանքի շատ լուրջ դժվարություն, ես մի հակիրճ ուզում եմ վկայեմ, նոր քարոզեմ, էլի։ Ուրեմն կնոջս 13 անգամ վիրահատել են, մոտ 30-ից ավել դիագնոզներ են տվել, որից 5-ը մահացու է եղել, բայց շնորհակալ եմ Աստծուց, որ մարդիկ բժիշկները մի բան են ասում, բայց Աստված մի ուրիշ բան է ասում։ Բժիշկները չեն սխալվում, բժիշկները ճիշտ են ասում, բայց Աստված ուրիշ ծրագրեր ունի։ Բաներ կա, մարդն է որոշում, բայց երբ որ Աստված է որոշում, Աստծո փակած դուռը ոչ ոք չի կարող բացել եւ նրա բացածը ոչ ոք չի կարող փակել։ Օրհնալ լինի մեր Աստված։ Եվ հիմա շնորհակալ եմ, ուղիղ 1 տարի է, որ անցած տարի նոյեմբերի 20-ին մենք տեղափոխվեցինք, մտանք մեր շենքը, դա ինձ համար մեծ հրաշք էր, երբ որ մենք եկանք այդ քաղաք, ինչպես բոլոր հովիվները, ես էլ sense մի հատ ցուցակ ունեի եւ այնտեղ գրվում էր բոլոր խնդիրները։ Մենք 24 կետ էինք գրել, որ ինչ ենք ուզում տեսնել այս քաղաքում։ Շնորհակալ եմ, պատահական ես վերջերս գտա այդ թուղթը եւ տեսա, որ բոլոր հոգսերը պատասխանված են։ Օրհնյալ լինի մեր Աստված։ Ինձ համար դա իրապես հաճելի է, որովհետեւ մեր Աստված կենթանի է եւ նա ունի կենթանի պատասխաններ։ Եթե չկան պատասխաններ, ուրեմն մենք պետք է փնտրենք Աստծուն, որովհետև մեր Աստված կենթանի է եւ ինքը ունի պատասխաններ։ Եթե կարելի է մի հատ հակիրճ վկայությունել տամ, երևի թե քարոզ այդքան ձեզպես չի շքան վկայությունները, ինչի համար ասի Աստված պատասխանում, տարիներ առաջ էր, երբ որ մատանիս կորցրել էի ես եւ շատ էի տխրել, որովհետև մատանիս պատմություն ունի եւ չէի ուզում կորցրած լինեի։ Գնացի սենյակ, աղոթ կարեցի, ասի Տեր Աստված, իմ աչքերը չի տեսնում, բայց քո աչքերը տեսնում է։ Դու գիտես որտեղ է այդ մատանին։ Ես 3 օր աման եմ գալիս, չեմ գտնում։ Խնդրում եմ ցույց տուր ինձ որտեղ է։ Հետո պարկեցի, քնեցի, երազից տեսա
որ մի հատ հողակտոր էի առել, տեղ խոտերի մեջ գցած է։ Հել առավոտը գնացի գտա, շատ ուրախացա, աստծո պատասխանի համար։ Եկա տեսնեմ օգնականներիցս մեկը շատ տխուր նստած է, ասի ինչ ա եղել, ասեց հիմա Վարդգեսը Սամարայի ճանաչում ես։ Ասեց 25 գրամանոց պապիկիցս փոխանցված ցեպը կորցրել եմ, այս 3 օր աման եմ գալիս, չեմ գտնում։ Ասի գիտես ինչ Վարդգես, մեր Աստված պատասխանող Աստված է, էլի որ խնդրում ենք պատասխանում է։ Արի գնանք աղոտ քանենք իրար հետ։ Գնացինք, առանձնացանք ձեր բռնենք, սկսենք աղոտ քանել։ Ասի Տեր Աստված, իմ աչքերը չի տեսնում, բայց քո աչքերը տեսնում է։ Ես չգիտեմ այդ ցեպը ուր է։ Բայց քո աչքերը տեսնում է, խնդրում եմ պատասխան տուր։ Ես մտածում էի, որ նույն ձևով կլինի։ Ուրեմն մտածում էի, որ պետք է գնամ տուն, երազ տեսնեմ նորից ու տեսնեմ, բայց այդ մեր տարբերակն է, Աստված իր տարբերակներն ունի։ Աղոթքի ժամանակ, հենց աղոթքի ժամանակ դեռ աղոթքը չէի վերջացրել, միտքս հափշտակվեց եւ տեսա իրանց լվացքի մեքենան։ Գնացինք, ասեց Պալինա, ովն ասում է, որ լվացքի մեքենայի մեջ է։ Գիտեք, հետարքիր է, երբ որ ռեզինը բարձրացրեց եւ այդ ոսկի ցեպը սկսեց քաշել, մի ոտքը դողում էր։ Մենք մեծ ուրախությունով ծնկեկանք փառաբանեցին։ Գիտեք, ոչ թե ոսկու համար, այլ Աստծո պատասխանների համար։ Մեր Աստված կենթանի Աստված է եւ նա պատասխաններ ունի ձեզ համար։ Կարծում եմ, որ այսօր շատերը կունենան իրանց հարցերի պատասխանները։ Արմեն ախպերս, որս տեղա, ես ճիշտն ասած, ես էլ փափագում եմ իրան լսել, որտեվ իրապես ինքը շատ հզոր Աստծո մարդ է ինձ համար, միշտ էլ իր պատգամները լսելի է, ցանկալի է, հաճելի է։ Ես իրոք օրհնվել եմ մեծ իր պատգամներից։ Հիմա ես կամաց ուզում եմ մտնել խոսքի մեջ, մի փոքր միգուցե ուսուցողական կլինի, բայց ուզում եմ վերնագրել քարոզ այսպես կփոխվես հետո կհասկանաս կամ ոչ հիմա այդ այնց մի բան եմ ասել։ Եթե մտածում ես, որ իրան կփոխվես, դա չի լինի։ Եթե մտածում ես, որ կգաս եկեղեցի ու կփոխվես, այդպես չի։ Կփոխվես այն ժամանակ, երբ որ կհանդիպես Տեր Հիսուսին։ Ամեն։ Երբ որ հանդիպում կլինի, դա կարևոր չի, որտեղ, դա կարևոր է հանդիպումն է, դա կարևոր է այստեղ այդ հանդիպումը։ Ես տեսել եմ մարդկանց, որոնք հանդիպել են Աստծո հետ, որոնք որ փոխվել են, փոխված կյանքեր։ Եվ տեսել եմ նաև մակերեսային հավատացյալներ, որոնք որ ուղղակի, գիտեք, իմիջիալոց կան։ Այդ մասին մի քիչ հետո կխոսեմ, բայց շատ եմ ուզում, որ այսօր մենք նորից ու նորից մեր հայացքը ուղենք Տեր Հիսուսին եւ լինենք մարդիկ, որ նրա երեսը փնտրում ենք, ուզում ենք նրա հետ հանդիպենք, որովհետեւ եթե նրա հետ չհանդիպես, չես փոխվի։ Նույնիսկ sense մի միտք եմ գրել, որ դու այն չես, ինչ քո մասին զգում ես կամ մտածում ես, այլ դու այն ես, ինչ գործում ես, անում ես եւ ինչ որ Աստված քո մասին մտածում է, դու այն ես։ Մի օրինակ էի լսել, կարծեմ Բաշկիրայի Վարդաններ ասեց, ասում է փոքր ժամանակ փղիկի ոտքից մի հատ ցեպ են կապում ու այս փիղը ուզում է տեղ գնա, դե որ ոտքը կապած է այդ փոքր շղթայով, ինքը չի կարողանում գնա։ Ու հետո մեծանում այդ փիղը, մեծ փիղ է դառնում արդեն քանի տոննանոց, 7 տոննանոց, հա, ոնց որ փղերը լինում են։ Եվ չի կարողանում, գիտես, արդեն ինքը սովորել է, որ իր ոտքը կապանքի մեջ է։ Որ միացած թափով սենց անի կկտրվի այդ շղթան։ Բայց քանի որ շղթան արդեն կապած է, ինքը սովորել է, որ ինքը պետքա միշտ կապված լինի, եւ այդ փոքր թույլ շղթան դեռ այդ մեծ փղիկին կապած պահում է։ Եվ այսօր իմ այս քարոզիս պատգամից առաջ այս օրինակները ասեցի, որպեսզի կարողանանք մտնել այս թեմայի մեջ, որովհետև մեր ազգի մեջ, մեր մշակույթի մեջ մի բան կա, որ մենք բոլորս ուզում ենք լիդեր լինել, առաջնորդ լինել, եւ մի հատկություն ունենք, հատկապես հայ տղամարդիկ, որ ունեն ուզում ենք շուտ, շատ հեշտ։ Սա բոլոր կարծես մարդկային բնությունն է, բայց ուզում եմ կարդանք Սուրբ գրքից վերջապես։
3 կետեր ենք նայելու։ Հովանու ավետարան 13:36-ը, առաջին այստեղը կարդանք։ Սիմոն Պետրոսը նրան ասաց. «Տեր, ուր ես գնում»։ Հիսուսը պատասխանեց նրան. «Որտեղ որ ես գնում եմ, դու հիմա չես կարող իմ հետևից գալ, բայց հետո իմ հետևից կգաս»։ Ուր որ ես գնում եմ, հիմա չես կարող գալ, բայց չի ասում այդպես էլ չես կարող։ Հետո կգաս, հետո կարող ես, հիմա չես կարող։ Հաճախակ ենք մենք ուզում լինել այնտեղ, որտեղ Հիսուսն է, բայց հիմա դու կարող ես լինել այն, ինչ որ Աստված ուզում քեզ տեսնի։ Գիտես, մի քանի պունկտեր եմ գրել, թող խոսեմ սրանց վրա։ Հաճախ մենք ուզում ենք լինել այնտեղում, որտեղ մեր վաղվա օրն է, վաղվա տեղն է։ Մենք ուզում ենք այսօր լինել այդ տեղում։ Մեզ թվում է, թե որ հիմա այսօր այդ տեղում չենք ու երբեք չենք լինելու, բայց ոչ։ Հոգևոր կյանքը ընթացք է։ Պունկտ A-ից պունկտ B։ Մենք շարժվում ենք, մենք գնում ենք։ Այդպես էր Իսրայելը Եգիպտոսից մինչև Քանան։ Եվ այդ ընթացքի մեջ շատ բաներ են փոխվում։ Օրինակ, այն ինչ որ ձեռք էին բերել Եգիպտոսից, Իսրայել ժողովուրդը պետք է թողներ անապատում, դրա համար անապատ տարավ։ Իսկ այն ինչ որ ձեռք բերեցին անապատում, Աստծո խոսք օրենքները, դրանով պետք է մտնեին Քանանանի երկիր։ Հաճախակի թարս են անում եւ տեսնում ես հավատացյալը, բայց մի օր մեկն եկավ մեր տուն կոֆե հյուրասիրեցինք, դա սուրճն է, եւ խմեց, վերջացրեց, ֆրծրեց բաժակ, ասեց հովիվ կնայես։ Ասի դու որ եկեղեցից ես եկել։ Առաջին հարցս, ով է քո հովիվը։ Կամ խոսում են, հաց են ուտում, միամիտ հանկարծ հացը ընկավ։ Վերջ, տունը մարդ է գալու։ Կամ աղը թափվեց, կռիվ է լինելու։ Էս որտեղից են էս հավաքը։ Եգիպտոսից, Եգիպտոսի բերածներն է, ու ցավն այն է, որ սրանով ուզում են մտնեն խոստացյալ երկիր։ Եվ փորձում են այս բոլորը հավաքած, թե աստղերն ինչ են ասում, գարասկոպներին եւ այլն, թվարկենք այս մեր աշխարհը լցված է այս ամեն ինչով։ Չերես պարոկ նիլիզիա, բարևես տալի, վախենում է բարևի դրան հետևից։ Կամ փողա բերել իրիկունը բերեց գցեց շեմին ու թողեց գնաց։ Ինչի համար իրիկունը չի կա։ Եվ այլ լիքն է, sense բաներ լիքն է։ Ես նույնիսկ վատ եմ զգում ստեղից ասեմ ինչ կան Եգիպտոսի աղբը, Եգիպտոսի այդ մուսերը, թե ինչպես հավաքած մարդիկ կարծում են գանձեր ունեն եւ իրանց հետ վերցրել են, գալիս են որ գնան հասնեն տեղ։ Սպասեցեք։ Դրանցով չես կարող գալ։ Ուր որ ես գնում եմ, Տերն ասեց։ Հա? Առայժմ չես կարող գալ։ Կփոխվես, կմեծանաս, կհասնանաս։ Հետո կգաս։ Ժամանակ կա քեզ հետ աշխատելու։ Հիմա գնալու եմ խաչի ճանապարհը, հալածանքի ճանապարհը։ Դու պատրաստ չես գաս։ Դու չես կարող։ Բայց հիմա չես կարող։ Հետո կարող ես։ Չոր մեկն ասի ամեն։ Թող խակը հասնի։ Հիմա դու պատրաստ չես։ Սովորիր սպասել։ Տեղեր կա, որ խաչի ճանապարհ է կոչվում։ Քարկոծվելու վայր կա։ Հալածանքի վայր կա։ Հələ քանի պատրաստ չես։ Գնա Դուբայ։ Հələ քանի պատրաստ չես կարող գալ։ Բայց Աստված քեզ պատրաստում է այս ընթացքում։ Քո հետ աշխատում է։ Աստծո Սուրբ Հոգին քո հետ աշխատում է։ Գիտեք, ով որ դեռ չի սովորել խոնարհվել, իջնել, նա չի կարող բարձրանալ։ Բարձրանում են նրանք, ովքեր որ խոնարհվել գիտեն։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը երկնքի եւ երկրի Տերը լինելով, նա հափշտակություն չհամարեց իրեն Աստծուն հավասար լինել։ Ալի իրանձը ունայնացրեց, ծառայի կերպարանք առավ եւ մարդկանց մեջ բնակվեց եւ հոժարվեց մեռնել այն խաչի մահով։ Սրա համար
Աստված նրան խիստ բարձրացրեց եւ մի այնպիսի անուն շնորհեց, որ Հիսուս անունին ծնրադրեն թե երկնավորները եւ թե երկրավորները եւ թե սանդրամետականները, որ ամեն լեզու դավանի, որ Հիսուս Քրիստոսը Տեր է հոր Աստծո փառքի համար։ Ամենայն ազնվությամբ ես այստեղ եմ, որ նրան գովեմ, որ նրան բարձրացնեմ, որովհետև պատիվը նրան է պատկանում։ Գիտեք, մի տեսակ սենց սիրամարգի սիմպտոմ կա հավատացյալների մեջ, որ միշտ ուզում են մեկը մյուսից առաջ անցնել եւ միշտ ուզում են առաջինը լինել, այս առաջինը լինելու ձգտումը կա։ Դիոտրոփես անունով մեկը կար այդպես, Հովանու թղթերում է գրված, ասում է, որ ինքը եղբայրների մեջ ուզում էր առաջինը լինել։ Բայց ասում է, մեզ չի ընդունում, ուրեմն չարախոսում է, շատախոսում է մեր վրա, նա եղբայրներին էլ չի ընդունում եւ նրանց էլ ով որ գալիս են եկեղեցուց հանում է, նրանց էլ դուրս է տանում։ Բայց այդ առաջին ասում է, նրանց մեջ ուզում էր առաջինը լինել։ Դա մի այդպիսի հիվանդ սինդրոմ է, որ մարդկանց մեջ կա, որը բերում է կոնկուրենցիայի, որը բերում է մրցակցության։ Դուք պատկերացնում եք, որ ստեղից ես խոսեի այնպես, որ Արմենի հետ մրցակցության մեջ լինենք, թող ամեզանից լավ քարոզում։ Սա Պավլինը, սինդրոմ Պավլինա, դա ասպիսի մի հիմար սովորություն կա, որ մարդիկ փորձում են նման ճանապարհով տանալ։ Ոչ, մենք կարիք ունենք խոնարհվելու, դա է առաջ գնալու ճանապարհը, խոնարհացրա քո անձը եւ Աստված հարմար ժամանակին քեզ կբարձրացնի, ամեն։ Տերը օրհնի ձեզ, թույլ տվեք ուրեմն շարունակել, ուրեմն երբ որ Հիսուս ասեց հիմա չես կարող գալ, նա ուզում էր ասել դեռ պատրաստ չես բան կանելու, գործ կանելու քո հետ։ Կփոխեմ, կաշխատեմ քո վրա աշխատանք կանելու, որից հետո դու կարող ես գալ։ Առաջին կետը, որ ուզեցի ասեմ, սա էր, որ Հիսուսը ասեց, դեռ պատրաստ չես, որտեղ որ ես գնում եմ, դու հիմա չես կարող գալ, բայց հետո կգաս։ Երկրորդը, ուրեմն Հովանու ավետարան 13-րդ գլխի 7-րդ խոսքն է։ Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրանց. ինչ որ ես անում եմ, հիմա դու չես իմանում, բայց սրանից հետո կիմանաս։ Գիտեք, կարծես տենց առանձնահատուկ բան չկա։ Հիսուսը ասեց, ես քո ոտքերը ուզում եմ լվանամ։ Պետրոսն ասեց, չէ, իմ ոտքերը պետք չի լվանալ։ Դες ուղում է Հիսուսին, էլի, որ դու քո գործը լավ չգիտես, ես հեսա կասեմ, ինչ դու պիտի անես։ Բայց մի հատ հետաքրքիր բան ասեց Հիսուսը, ասեց, ինչ որ ես անում եմ, այն վաղտ ասեց, դու չես կարող իմ հետևից գալ, հիմա ասում եմ, ինչ անում եմ, դու հիմա չես հասկանում, բայց հետո կհասկանաս։ Ինչքան ենք մենք ուզում առանց փոխվելու հասկանանք։ Այդպես չի լինում։ Միայն քո փոխված կյանքը կարող է վկայել Հիսուսի մասին։ Մենք ապրում ենք հոգևոր աշխարհի առաջ։ Ուզում եմ դու հիշես դա։ Բացի այն, որ մենք իրար հետ ենք, իրար առաջ ենք, նաև հոգևոր կյանքի առաջ ենք, Աստծո առաջ ենք։ Տարիների մեջ մենք ոչ թե խորամանկ պետք է դառնանք, այլ խորագետ եւ իմաստուն։ Քո կյանքը կփոխվի, եթե իրապես հանդիպես Տեր Հիսուս Քրիստոսին։ Կփոխվես, հետո կհասկանաս։ Որոշները կան, որ ես շատ եմ տեսել, ասեցի, մակերեսային հավատացյալներ, չէ՞, որոնք չեն փոխվում։ Երեք, այսօր եւ հավիտյան նույնն են, եւ ես իրանց նմանացրել եմ պլաստմասի հավատացյալներ։ Ներող կլնեք, որ հանկարծ մեկի վիրավորական չտվի, բայց մի անգամ տուն էինք, առավոտը գնացի այգի եւ տեսա կինս գարնան լավ տաք եղանակ էր, այգու մեջ այդ պլաստմասից սիրուն վարդեր էր, այնց դրել էր, դեռ ժամանակը չէր վարդերի, բայց սիրուն շարել էր այդտեղ այգու մեջ, երբ որ տեսա, ես է վարդ շատ եմ սիրում, որ տեսա այդ վարդերը ճիշտ ասած սկզբից զարմացա, որտեվ այնքան բնական նման են, այնքան նման են իրականին, բայց իրականության մեջ
Դրանք պլաստմասներ են։ Մի որոշ ժամանակ անցավ, մեր իսկական վարդերը դուրս եկավ, բայց դրանք մնացին, թողեցին արանքում։ Հետո ինչ նկատեցի, որ մեղուները գալիս են, այս պլաստմասի կողքով անցնում այդ վարդերից արհեստական եւ գնում են բնականի վրա։ Ցավալիորեն այդ պլաստմասի վարդերը ոչ տաքն են զգում, ոչ ցուրտն են զգում։ Ձմեռն ու ամառը նույնն են, իրանք ոչինչ չի փոխվում, իրանց ոչ աճում են, ոչ քչանում են, ոչ շատանում են։ Բնականը այդպես չի, բնական վարդերը տաքն ու սառը զգում են։ Եվ մենք ուզում ենք Աստծո պարգևները գան մեզ վրա, ուզում ենք Աստծո մեղունները իջնեն մեզ վրա, բայց եղիր բնական։ Եթե բնական լինես, կփոխվես։ Տեսել եք, հա, ինչ նկատի ունեմ արհեստական, հա, ինչ նկատի ունեմ պլաստմասից ասելով, որ իր համար կարևոր չի։ Ինքը գալիս է, մի քիչ մնում է, նորից գնում է, նորից է գալիս, մեկ-մեկ տոն օրերին է գալիս։ Ասենք փոխվել է, ինչ նկատի ունեմ։ Երուսաղեմում մի հատ դուռ կար, որը կոչվում էր աղբած դուռ։ Եվ եթե այդ աղբած դուռը նորոգված չլինի, տեսեք, ձկան դուռ կար, դեպի ծովներ տանում, կար ոսկե վառոդները, ովքեր հիշում են, ովքեր եղել են այնտեղ, տեսած կլինեն։ Եվ որտեղով թագավորը պետք է մտներ։ Եվ կա նաև աղբած դուռը, որտեղից աղբը պիտի դուրս հանեն Երուսաղեմից։ Հակառակ դեպքում Երուսաղեմը կփթի եւ կսկսի հոտ գալ Երուսաղեմից։ Դա այն ապաշխարության, խոստովանության դուրն է, որ դու պետք է նորոգած ունենաս։ Եվ օրինակ, եթե դու չես ապաշխարում, չես դատապարտում մեղքը, ներող կլինեն եղբայրները, որոնք ծխում են, բոլոր եկեղեցիներում կան, չէ՞։ Ձեր մոտ չկա, մեր մոտ մենակ կա։ Եվ գիտես, ես հասկանում եմ, որ դու ունեցել ես նման չար սովորություն, ես էլ եմ ունեցել, հետո ապաշխարել եմ, փողել եմ դա։ Ես Աստծո ներկայության մեջ փոխվել եմ։ Կհամոզեն հարազատներ, կասեն, ինչ կլինի նոր տարի մի բաժակ խմի։ Հարցը չի, որ մենք չենք կարող խմենք։ Ես երաժիշտ եմ եղել։ Նվագել եմ ռեստորան եմ 15 տարեկանից։ Ու խնդիր չի եղել խմելը։ Ես զզվում էի խմելուց, բայց խմում էի մենակ նրա համար, որ ասեն մեծ երևամ, իրանց պես երևամ։ Բայց եկել եմ Տիրոջը, հասկացել եմ, որ դա Աստծուն փառք չի բերում, Աստծուն հաճելի չի։ Փոխվել եմ։ Շատ ահավոր բարկացկոտ մարդ եմ եղել։ Կինս կասի խիմի տես չի։ Ես մեկ-մեկ որ բարկանում էի, այս տպավորություն էր, որ բարաբային բաց եմ թողնում, Հիսուսին խաչում եմ։ Եկեք հակառակն անենք, Հիսուսին բաց թողնենք, բարաբային խաչենք։ Այս աշխարհը ճիշտ չհասկացավ։ Մի խոսքով փոխվենք, հետո կհասկանանք։ Փոխվենք։ Հա Պետրոս, հիմա ինչ որ անում եմ, դու հիմա չես հասկանում, բայց հետո կհասկանաս։ Այն ինչ որ արվում է։ Հովիվն ասել է, որ արի աղոթքաժողով, դե հովիվը գալիս ենք, այնքան աղոթում ենք, բան չի փոխվում, ոչինչ։ Այն ինչ որ արվում է, հիմա չես հասկանում, հետո կհասկացվի։ Գիտես, ես շնորհակալ եմ Աստծուց նրա պատասխանների համար։ Հարյուրավոր աղոթներ ունեմ պատասխանված, նաև ունեմ հարյուրավոր աղոթներ, որ չի պատասխանվել։ Երբ որ նայում եմ չպատասխանված աղոթքին, կոտրվում եմ, բայց երբ որ նայում եմ պատասխանված աղոթներին, զորանում եմ։ Եվ հավատացնում եմ քեզ, այն ինչ որ հիմա չէ, վաղը կլինի։ Հիմա չես հասկանում, հիմա չես կարող գալ։ Թույլ տվեք նորից շարունակել, կարդալ մի երկու տեղ։ Ուրեմն համ փոխվելն է process, համ էլ հասկանալը։ Հիմա չեմ կարող հասկանալ, ոնց որ թե շատ եք խոսում, շատ եք Հովիվ ջան, շատ բարդ բաներ եք խոսում, ես Արմեն եղբայրը այնքան բարդ բաներ է խոսում, լավ չեմ հասկանում։ Ինչ որ հիմա չես հասկանում, վաղ։ Դու քո չափի մեջ, քո պորցիայի մեջ։
Քույրերը որ գնում են Վարբրիս, այնտեղից կարողեքո դուրս գալիս, sense հավեսով ուրախ տրամադրությունով, ասում եմ եկեղեցուց դու քո բաժինը, քո պորցիան վերցնես։ Դու բաժին ունես, Աստված քեզ հետ բան ունի խոսում։ Եվ հավատում եմ, որ այսօր դու քո բաժինը կունենաս անպայման։ Ամեն։ Ես իրոք շնորհակալ եմ, որ ոչ ոքի չեմ ճանաչում, առաջի անգամն եմ ձեր մեջ, միգուցե ներսեին եմ հիշում մեր թաղում, երբ որ անցնում էի, գոռում էր աղա ջան, եղբայր, եւ ասում էր մեր մանուկներից էր, շատ շնորհակալ եմ ներսեի համար։ Շատերի չեմ ճանաչում ու մեկ-մեկ որ եկեղեցի եմ գնում, որ չեմ ճանաչում, այնտեղ մարգարական խոսք եմ ունենում։ Ընդունի Տիրոջից, հավատացնում եմ, այդ խոսքերը քեզ կփոխեն։ Ուրեմն երրորդ տեղն եմ ուզում կարդամ, սա վերջի տեղն է։ Ուրախություն բոլորիս։ Հովանու 16-ի 12 համարը։ Տակավին շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց հիմա չեք կարող տանել։ Ուրեմն եթե առաջինը ասեց չես կարող գալ, հետո ասեց չես կարող հասկանալ, մյուսն ասում է շատ բան ունեմ ասելու, բայց չես կարող տանել։ 2 լիտրանոց բանկի մեջ ինչքան ուզում ես լեցրա, մեկը 2 լիտր է, ավել չի կարող տանել, ինքը իր չափ ունի։ Ինչքան է քո տարողությունը։ Եթե հանդիպել ես մի նորահոգու եւ հետո խոսում ես։ Տեսել եք, երբ որ այնց կչկչան քույրեր կան, մեկի ականջի նստած, ասում են եւ կարծում եք թե ձեր իմացածը ինչ որ գիտեք, եթե ասեք, ինքը կապաշխարի։ Ոչ։ Մի խոսքից մի նախադասությունից են ապաշխարում։ Ուղղակի իմացի ինչա պետք։ Մի մտածեք, որ ինչ գիտես լեցնես այդ մարդու ականջը, ապա իման փոխվելու է։ Ինքը շատ խոսքերից չեն ապաշխարում։ Ճիշտ խոսքերից։ Օրինակ ես փոխվել եմ, ապաշխարել եմ 90 թվականներ, որ իմ ուսուցչուհիս գրեց. ով որ ինձ դավանի մարդկանց առաջ, Հիսուսն ասեց, ես էլ նրան կդավանեմ իմ հոր ուրեշտակների առաջ։ Իսկ ով որ ինձ ուրանա մարդկանց առաջ, ես էլ նրան կուրանամ իմ հոր ուրեշտակների առաջ։ Այս խոսքերը վերցրեցի, դրի սրտումս, գնացի բանակ, կոմունիստասովետական բանակներ։ Եվ մայիսի 26-ի, այնտեղ այնքան էր պետք եկել ինձ, հենց առաջին օրը ամենտեղ ասում եմ, ես հավատացյալ եմ, բան չգիտեմ, հավատքի մասին, հավատացյալ եմ, մենակ 2 հոգի ճանաչեմ, որ տեսել եմ։ Սուրբ Գիրք տեսած չկա ընդհանրապես, դու կոմունիստական տարիները պատկերացնում եք։ Եվ մայիսի 26-ի լույս 27-ի առավոտը գիշերային տեսիլքի մեջ մեր Տեր Հիսուս Քրիստոսը փառքով ու զորությունով հայտնվեց երկնքում։ Ես տեսա նրա գալուստը, ես ամեն տեղ վկայում եմ այս մասին, որովհետև իմ կյանքը փոխեց այդ խոսքերը։ Եվ Տիրոջ հետ հանդիպում եղավ այդ ժամանակ։ Շատ երկար աստեղից չեմ պատմի հրացա։ Ուղղակի կյանքա փոխում մի նախադասությունը, մի խոսքը, որ տեղ է գտնվում քո հոգու մեջ։ Ասեցեք այն խոսքերը, որը կփոխի։ Շատ խոսքերից չի։ Շատ բան ունեմ ասելու, հա, Տեր Հիսուսն ասեց, բայց տակավին հիմա չեք կարող տանել, հիմա չեք կարող այդ ասածները բոլորը տանել։ Սովորի լայնացնել քո սիրտը, լայնացնել քո տարածքները, որպեսզի Տիրոջ ասածները տեղ գտնի քո կյանքում։ Ով հասկանում։ Եթե դու միշտ մնաս նույն չափի մեջ, շմեկ պլաստմասի մարդիկ պլաստմասից հոգևորներն են, որոնք չեն փոխվում։ Իրանք 3 այսօր միշտ մնում են նույնը, բայց հոգևոր մարդիկ լայնանում են, մեծանում են։ Սաղմոս 119:32 խոսքում ասում է. քո պատվիրանքների ճանապարհով կվազեմ, որ դու իմ սիրտը լայնացրիր։ Երբ որ իմ սիրտը լայնացրիր, կարող եմ քո պատվիրանքների ճանապարհով, քո խոսքի մեջ վազել։ Բայց երբ որ սիրտդ նեղված է, օրինակ երբ է նեղված, երբ որ դու չես կարող ներել,
Լայնացնելու համար 7 անգամ 70-ա պետք։ Լայնացրա։ Լայնացրա քո տարածքները, միտեղ ասում է չվաններդ տարածիր, վրաններդ տարածիր, տարածվիր, ծովի ափով տարածվիր, լայնացրա, որպիսի կարողանաս տանել այն, ինչ քեզ ասում է Աստծո խոսքը։ Որ Տերն ասեց, հիմա չես կարող տանել, բայց հետո, երբ որ կլայնացնես, երբ որ կմեծանաս, երբ որ կշատանա, կարող ես նրա ասածները տանել։ Ամեն։ Եվ կամաց գալիս եմ ավարտին, ի ուրախություն բոլորիս։ Եսայա մարգարեն 54:2-ում ասում է. լայնացրո քո վրանների տեղը եւ թող քո բնակարանների վարակույները տարածվեն։ Մի խնայիր, երկարացրու չվաներդ եւ ցիցերդ պնդացրու։ Այն ինչ որ ասի։ Լայնացրա, ամրացրա, հաստատի։ Երկրորդ Թագավորաց 22:37 խոսքը ասում է. լայնացրիր իմ գնացքը իմ ոտքի տակին, որ իմ սրունքները չդողդողացնեն։ Լայնացրիր իմ գնացքը իմ ոտքերի տակին, իմ ընթացքը, որպիսի ես կարողանամ շարժվել։ Եվ վերջապես միտեղ եմ կարդում, էսի ուղղակի լրաց ճաշում եմ նրանց համար, ովքեր որ գրում են ու դրա համար եմ ասում։ 6:11-13 խոսքերը։ Մեր բերանը բացված է դեպի ձեզ, ով կորինթացիներ, մեր սիրտը լայնացած է։ Պողոս առաքյալը կորինթացիներն ասում է, մեր սիրտը լայնացած է։ Դուք մեզանից նեղություն չտեսաք, միայն թե ձեր սրտերում եք նեղվում եւ միևնույն հատուցում անելով, ինչպես թե որդիների հետ եմ խոսում, դուք էլ լայնացեք։ Գրվում է, հա։ Դուք էլ լայնացեք։ Գիտեք, ցավալիորեն մենք չենք ուզում լայնացնել։ Այն մեկ լավ խոսք ունենք, հայկական, որ ասում է մեծ սրտի Տեր մարդա, հա։ Նակ որ ասում է Աբրահամի գոքում հիշում եք նախքատը, որ գտնվեց, Աբրահամի գոքի վրա մի տես քարոզ ունեի, ու միշտ մտածում եմ, ասենք Արմենի գոքը, Դավիթի գոքը, քանի հոգի կարող է հանգիստ գտնել, քանի հոգի կարող է այդ գոքին տեղ գտնել։ Թե մենք լայնացնենք, որ շատ տեղ գտնեն, հա։ Աբրահամի սիրտը շատ էր լայնացած, հազարներ տեղ էին գտնում։ Ոչ եք հոգնել։ Հենց հոգնեք, ցախ ծերը բարձրացրեք, ես կճոկեմ։ Ավարտին եմ գալիս։ Էլ եմ ասում, երևի վերջին տեղն եմ կարդալու։ Մի խոսքով կորինթացիներն ասում են լայնացրեք ձեր սրտերը, որպիսի կարողանաք այն ինչ որ գալիս է Աստծո խոսքից տեղ գտնի քո կյանքի մեջ։ Երբ որ խավարը շատ է քո գլխի մեջ, Աստծո ասածները տեղ չի գտնում քո կյանքում։ Դու չես կարող տեղավորել, որտեղ այնտեղ զբաղված, այնտեղ խավար կա, բայց երբ որ Աստծո ասածները գալիս է եւ քո սիրտը բաց է, լայնացրած է, դու կարող ես ընդունել։ Հիմա չես կարող, սաղ, բայց հետո կարող ես։ Հետո կարող ես կստացվի։ Մատթեոս 18:21-22 էլ խոսք եմ տալու վերջին տեղն էլ չեմ կարդալու։ Այն ժամանակ Պետրոսը նրա մոտ գալով ասեց. Տեր, քանի անգամ եթե իմ եղբայրս ինձ դեմ մեղ գործի, այո, այս մարդին արդեն ասել է, ես գիտեմ թե չեմ ասել։ Ասավ 7 անգամ, ասավ ոչ 7 անգամ 70։ Այսինքն կարծես մեծացրա այդ տարածքը։ Հիմա մի փոքր խոսքից վիրավորվել ես, մի փոքր խոսքից գայթակղվում ես, որովհետև նեղված կա եւ տեղ չի գտնում քո սրտի մեջ։ Մենք սիրում ենք, որ մեզ գովում են։ Մենք սիրում ենք, որ մեզ մենակ քարոզում են, բայց վերջին բանն եմ ուզում պատմեմ, որ էսի տպավորվի ձեր մեջ։ Մի անգամ Ռետինը եւ Մատիտ իրար հանդիպում են։ Ռետինն ասում է, չէ, Մատիտն ասում է, բարև Ռետին։ Ռետինն ասում է, ես քո հետ չեմ ուզում, չէ, Մատիտն ասում, ես չեմ ուզում քո հետ խոսամ։ Բայց ես ինչ եմ արել, քեզ ինչ վատ բան եմ արել։ Դե ասում է, ես ինչ գրում եմ, դու ջնջում ես։ Ռետինն ասում է, բայց ես քո սխալ գրածներն եմ ջնջում։
Հետո մի քիչ հետո տեսնում ա, որ ռետինը ասում ա, ես ամեն անգամ քեզ ջնջելուց, քո սխալները ուղղելուց, ես փոքրանում եմ։ Մատիտն ասում ա, ճիշտ ասած, ես էլ եմ փոքրանում գրելուց։ Ես ինչպես կարող եմ վիրավորվել նրանից, որ սխալներն ա ուղղում։ Մենք ուզում ենք մեր կյանքում մատիտներ լինեն, չենք ուզում ռետին լինի։ Մենք ուզում ենք մեզ միշտ քաջալերեն, հորդորեն, բայց լսեք, մենք չենք կարող առաջ գնալ, մեր կյանքում փոփոխություն չի լինի, եթե ռետին չլինի։ Մենք ռետինների կարիք ունենք։ Այսօր միգուցե մի քիչ ռետինի դերել տարա քո կյանքում, չգիտեմ։ Բայց դու կարիք ունես եւ մատիտի, եւ ռետինի։ Ամեն։ Հուսամ, որ Արմեն եղբայրս ավելի շատ մատիտ կլինի, քան ռետին։ Տերը օրհնի ձեզ։ Կարող ենք աղոթք անել, հա, Դավիթ եղբայր, եկեք կանգնենք աղոթքի։ Սիրելի Հայր, ես շնորհակալ եմ քո ժողովրդի համար, որ այստեղ կա այսպիսի հրաշալի ժողովուրդ, որ քո երեսն են փնտրում, Աստված իմ, զորացրա մեզ, ուժովացրա մեզ բոլորիս Աստված իմ, թող քո արքայության մեջ բոլորս միաբան, մեկ հոգի, մեկ սիրտ դարձած երկրպագեն քեզ հավիտյան։ Թող փառավորվի ամենակարող Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Ամեն։